Իդեպ ուշադրություն դարձրեք, որ Դաշնակցության ներկայացուցիչը ամբիոնից հայտարարեց, որ ազգը իրենք են ստեղծել։ Կազմակերպված ազգ։ Մեղայք ես Տեր Աստված։ Համեցեք Տիկին Կարապետյան։ Ուրախ եմ, որ Դաշնակցությունը թույլ չի տալիս, որպեսզի մենք ազգային օրակարգերի մասին չխոսենք, եւ ես իմ ելույթում խոսելու եմ, թե Դաշնակցության ազգային օրակարգերի ներքո ինչ կայսերական օրակարգեր են իրականում թաքնված։ Մեծարգո վարչապետ, հարգարժան փոխխոսնակ, սիրելի գործընկերներ եւ սիրելի ժողովուրդ։ Իրական Հայաստանի գաղափարախոսության դրույթներից մեկը հայրենիքը պետությունն է, դրույթն է։ Ինչու է անհրաժեշտ քննարկել հայրենիք եւ պետություն հասկացությունների հարաբերությունները։ Ինչպես քննարկումներից մեկում ասաց վարչապետը, երկար ու ձիգ դարեր մեր հայրենիքը եղել է Հայաստանը, բայց պետությունը եղել է պարսկական կայսրությունը, օսմանյան կայսրությունը, ռուսական կայսրությունը, խորհրդային միությունը։ Այս պետությունները եղել են կեղեքիչ եւ այս հանգամանքը ձևավորել է, չէր կարող ձևավորած չլիներ, վերաբերմունք ոչ միայն հենց կոնկրետ այս պետությունների նկատմամբ, այլ առհասարակ պետություն երևույթի նկատմամբ։ Փորձենք նկատել, թե սա ինչպես է արտահայտվում։ Վերջերս Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը մի ծավալուն հարցազրույց է տվել։ Այստեղ իմ նպատակը բնավ arczepiskoposին առանձնացնելը կամ թիրախավորելը չէ, մանավանդ որ նա ոչ մի հոգևոր միտք չի արտաբերել, պարզապես նրա քաղաքական մտքերը մի ընդգծված օրինակն են վերը իմ կողմից մատնանշած խնդրի եւ հետեւաբար ես նրա տեքստը դիտարկում եմ որպես ուսումնասիրության ենթակա հերթական մի նմուշ։ Քանի որ պարոն Աջապահյանը քաղաքականությամբ զբաղվող հոգևորական է, նրա խոսքի մեջ շատ վառ է արտահայտվում հայ քաղաքական մտքի մեծամասամբ հայ առաքելական եկեղեցու քաղաքական մտքի պտուղը լինելու հանգամանքը։ Եվ ինչ է ասում arczepiskoposը մեր պետության եւ իր արտաքին քաղաքականության մասին։ Բնականաբար ըստ նրա Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են կարգավորվել միայն ցեղասպանության ճանաչումից հետո, եւ Հայաստանը պետք է հողային պահանջներ ունենա Թուրքիայի նկատմամբ։ Սակայն բոլորիս ուշադրությունը ուզում եմ հրավիրել այլ բանի վրա։ Նա ասում է. ցեղասպանությունը ձեր պատճառով է։ 1000 անգամ ասել եմ, մինչև 1890 թվական հայ ժողովուրդը ապրել է իր պատմական տարածքներում։ 1890 թվականին ստեղծվեցին ձեր կուսակցությունները, եւ ձեր առաջին լոզունգը եկեղեցուց ազգային կառավարումը խլելն էր, ոչ թե Թուրքից, այլ եկեղեցուց։ Կուսակցությունները չեն ուզում հիմա դա խոստովանել։ Նրանց առաջին գաղափարը եղել է եկեղեցու դեմ։ Եկեղեցուց խլել կալվածքները, որի փր այդ զենքով, այդ գումարով զենք գնեն։ Եկեղեցին էլ ասաց. «Սիրելիներս, խնդրեմ, կառավարեցիք, 30 տարում վարի տվեցիք 4500 տարվա երկիրը»։ Մեջբերման ավարտ։ Երկիրը։ Նույնիսկ մի պահ մտքովս անցավ պաշտպանել հայ հեղափոխական դաշնակցությանը հայ առաքելական եկեղեցու այս անողոք քննադատությունից։ Հետո հիշեցի, որ հայ հեղափոխական դաշնակցությունը հայ առաքելական եկեղեցուց է սովորել իրեն վերապահել հայ ազգի օրակարգը սահմանելու բացառիկ իրավունք։ Եվ շարունակել սա անել նաև այն պայմաններում, երբ մենք ունենք պետություն ու քվեարկության միջոցով պետք է սահմանվի այն, ինչ նախկինում ազգային ջոջերի զանազան խորհուրդներն էին անում։ Եվ բոլոր կուսակցությունները, որոնք մեր անկախությունից ի վեր փորձել են առաջարկել այսպես կոչված ազգային համաձայնության կառավարություններ, ոչ այլ ինչ են, եթե ոչ հայ առաքելական եկեղեցու ծնած քաղաքական մտքի հետևորդներ եւ նրա տխուր մրցակիցներ։ Վերադառնալով հիմնական մտքին, ուրեմն arczepiskopos Աջապահյանը ասում է, որ եկեղեցին կարողանում էր պաշտպանել հայ ազգին ցեղասպանությունից, մինչև չհայտնվեցին կուսակցությունները։ Նա ասում է, Թուրքը ուզում էր ոչնչացնել 11-րդ դարում, չկարողացավ, 12-րդ դարում չկարողացավ, 13-րդ դարում չկարողացավ։ Եվ այսպես գանք հասնենք 20-րդ դար, 20-րդ դարում ուզեց եւ կարողացավ։ Ինչու։ Եվ իսկապես ինչպես էր կանխում եկեղեցին ցեղասպանությունը։ Օրմանյանը դասական օրինակ է, պատասխանում է arczepiskoposը խոսելով Մաղաքիա Օրմանյանի մասին։ Երբ նա բարձրացավ պատրիարքական գահին, Համիդյան ջարդերը դադարեցին։ Օրմանյանն ասում էր գազանազուսպ է եւ լարախաղաց։ Որսալով պահը լրագրողը arczepiskoposին ասում է, որ նա այժմ գազանազուսպ եւ լարախաղաց չէ։ Ինչ եք մտածում։
Ինչ նկատի ունի նա այս դիտարկումով, ում հանդեպ գազանազուսպ եւ լարախաղաց չէ այժմ Աջապահյանը։ Անկեղծ ասած, ես կարծել էի, որ խոսքը Թուրքիայի մասին է, քանի որ պնդումն այն էր, որ եկեղեցին զգուշավոր քաղաքականությամբ կանխել էր ցեղասպանությունը։ Միամտաբար էի կարծել, arczepiskopos-ը պատասխանում է, որովհետև ես հայկական իշխանությունների պայմաններում եմ։ Ես օտար իշխանության պայմաններում չեմ։ Եթե լիներ պսևդո-հայկական սովետական իշխանություններ, ես կլինեի գազանազուսպ եւ լարախաղաց։ Թվում է, թե arczepiskopos Աջապահյանի միտքը պետք է տեղափոխվեր Հայաստանի Հանրապետություն եւ հարցին պատասխաներ հետեւյալ դիտանկյունից. Արդյոք Հայաստանի Հանրապետությունը պետք է այսօրվա Թուրքիայի Հանրապետության հետ լինի գազանազուսպ եւ լարախաղաց, բայց ոչ նրա պատասխանից երևում է, որ իր միտքը, իր քաղաքական միտքը Հայաստանի Հանրապետության հետ էլ առնչվում է, որպես մի պետություն, որի հետ ինքը գործ ունի։ Մի կողմից նա ասում է, ես օտար իշխանությունների պայմաններում չեմ, որը էլի լավ է, բայց մյուս կողմից հարցին նայում է որպես հարաբերություն իր, որպես դարեր շարունակվող սուբյեկտի, եւ մյուս կողմից Հայաստանի Հանրապետության որպես հերթական պետության միջև։ Սա մեծագույն խնդիր է։ Մեր եկեղեցու ծնած, սնած եւ բազում կուսակցությունների կողմից որդեգրված քաղաքական միտքը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը հերթական պետությունն է, որի հետ նրանք գործ ունեն։ Եվ հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը ինչ իրավունք ունի լինել գազանազուսպ եւ լարախաղաց։ Հայաստանի Հանրապետությունը պետք է Թուրքիայից պահանջի ցեղասպանության ճանաչում եւ հողերի վերադարձ։ Ինչու այնինչ կարելի է եկեղեցուն, չի կարելի Հայաստանի Հանրապետությանը։ Արժե արկախել այս հարցը եւ անդրադառնալ մեկ այլ հարցի։ Իսկ ինչ է մտածում arczepiskopos-ը Ռուսաստանի մասին։ Չէ՞ որ շատ գովելի Մաղաքյա Օրմանյանին ռուսական կայսրությունը կարծես վտարել էր Արևելյան Հայաստանից հենց ազատագրական գործին աջակցելու պատճառով։ Պարոն Աջապահյանը ռուսական կայսրությունը համարում է տանելի, Խորհրդային Միությունը անտանելի։ Ինչու՞մն է տարբերությունը։ Այսպես, Խորհրդային Միությունը նրա մտքում չի տարբերվում Օսմանյան կայսրությունից։ Նա ասում է, ուրեմն հայ ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել 14-22 թվականներին մեծագույն հանցագործություն, ցեղասպանություն, առաջին հանրապետության նկատմամբ պատերազմ, ինտերվենցիա, սովետական կարգերի հաստատում եւ ի վերջո 29800 քառակուսի կիլոմետրի մեջ պարփակում, այսինքն եւ թուրքական իշխանությունը, եւ սովետական իշխանությունը հայ ժողովրդի նկատմամբ գործել է ոճիշ, մեջբերման ավարտ։ Սակայն խոսելով ռուսական կայսրության մասին եւ այսօրվա Ռուսաստանի մասին, Աջապահյանը մեղմանում է, դառնում ավելի ըմբռնող։ Նա ասում է. ռուսական կայսրությունը չկարողացավ հեռացնել մի երկու բնապահպանի, ասում է նա Ռուսաստանին փաստորեն անվանելով կայսրություն։ Բայց քաղաքականությունը խռովկանության վրա չէ, ասում է նա, եթե այդպես լիներ, ապա դուք հավիտենական խռով պետք է լինեք Թուրքիայից։ Ինչու եք հաշտվում Թուրքիայի հետ։ Ռուսը, որ ընդամենը մի փոքրիկ բան է արել, նրա հետ խռով եք, բայց թուրքը, որ մի ամբողջ երկրամաս բնաջնջել է հայերին, նրանց հետ խռով չեք արդեն։ Այսինքն ստացվում է հետևյալը, որ Խորհրդային Միությունը մեզ պարփակել է 29800 քառակուսի կիլոմետրի մեջ եւ սա ոճիր է, ցեղասպանությանը հավասար, իսկ այն, որ Ռուսաստանը չի միջամտել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, որի ժամանակ իմիջիայլոց կառավարող ուժը այնտեղ դաշնակցությունն էր, սա ընդամենը մի փոքրիկ բան է։ Arczepiskopos այսօրվա Հայաստանի գոյությունը համարում է ռուսական կայսրության վաստակը։ Նա ասում է պետք է հաշվի առնեք, որ այսօրվա ձեր Հայաստանը հենց ռուսա Հայաստանի մի փոքրիկ մասն է ընդամենը, դուք Թուրք Հայաստանից միթիս չունեք, գոնե ռուսների շնորհիվ այսքանը փրկվել է։ Արժե ընդգծել, որ այսօրվա Ռուսաստանում էլ կա կարծիք, որ Խորհրդային Միության հիմնադիրները վատն էին, քանի որ ռուսական կայսրությունը տրոհեցին եւ ստեղծեցին խորհրդային սոցիալիստական հանրապետությունները, որոնց հիմքի վրա այնուհետև պետք է ստեղծվեին մեր ազգային պետությունները։ Սիրելի քաղաքացիներ, հայ առաքելական եկեղեցին հայոց պետականությունից եւ Հայաստանի Հանրապետությունից առավել մեծ տարիք ունի։ Այդ տարիքի բերումով Հայաստանի Հանրապետությունը թե տարածական, թե ժամանակային իմաստով շատ նեղ է նրա համար։ Խիստ նեղ է եւ ըստ մեր եկեղեցու քաղաքական մտքի մեծ հարց է՝ կդիմանա մեր այս հանրապետությունը բոլոր մարտահրավերներին, թե կարճ կյանք կունենա։ Խոսելով այսօրվա մասին, arczepiskopos-ը ասում է. մենք ցանկություն չունենք պետականության ֆունկցիաներն էլ իրականացնելու, բայց երբ տեսնում ենք, որ դուք տապալում եք, ասում ենք ստոպ, մի տապալեք, եթե չեք կարողանում, թողեք մենք անենք։ Այստեղից է ահա ժառանգել հայ հեղափոխական դաշնակցությունը մեզ փրկելու այս պատրաստակամությունը։
Եվ շատ ու շատ այլ քաղաքական գործիչներ, որ նմանակելով հայ առաքելական եկեղեցու քաղաքական մտքին փորձում են դարերի իմաստություն իբրև թե բանեցնել մեր հանդեպ, չեն նկատում, որ դրանով մեզ ուզում են վերադարձնել այդ նույն երկար ու ձիգ դարերը, երբ մենք առանց պետականության ապրում էինք որպես կայսրությունների հպատակներ, որտեղ լրիվ արդարացված էր լինել գազանազուսպ եւ լարախաղաց։ Եվ մի վերջին նախադասություն ամփոփելով, իրական Հայաստանը այն մասին է, որ այս Հայաստանի Հանրապետությունը հենման կետ չէ ավելի մեծ երկրի մասին երազելու համար։ Այս Հայաստանի Հանրապետությունը մեր իրականություն դարձած դարերի իղձն ու երազանքն է, մեր վերջնական հանգրվանն է։ Շնորհակալ եմ։